Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սիլիկոնային սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին, որը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար, ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք եւ ընկալում ձևավորելու առումով։ Կարևորելով միտքը, որ արհեստական բանականությունը եւ ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի ապագան, վարչապետն ասել է, որ այդ պնդումը նույնքան ճշմարիտ է հնչում աշխարհի բոլոր երկրներում։ Նիկոլ Փաշինյանը նաև առանձնացրել է այն գործիքները, որոնցով կառավարությունն աջակցում է եւ ռազմավարական ընկալում ունի տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու առումով։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն եւ ելի կրթություն։ Այստեղից էլ հարց է առաջանում, թե իսկ ինչ է անհրաժեշտ լավ կրթական համակարգ ունենալու համար։ Լավ կրթական համակարգի համար էլ նույն բանն է անհրաժեշտ՝ լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ։ Դե հույս ունեմ, որ արդեն պարզ է նաեւ, թե մեր տեսակետից ինչ է պետք ունենալ կրթական ոլորտում լավ քաղաքականություններ, ենթակառուցվածքներ եւ կարգավորումներ ունենալու համար։ Եվ այստեղ էլ մեր պատասխանը հետևյալն է. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եվ մենք սա իմիջիայլոց ուզում եմ ասել, որ մեր ունեցած պրակտիկ փորձից ենք եկել այս եզրակացության եւ սրա մեջ իհարկե կա քաղաքական կարգախոս եւ քաղաքական ընկալում, բայց ուզում եմ ասել, որ այս քաղաքական կարգախոսը եւ ընկալումը եւ այս ռազմավարությունը մեզ համար կյանքի հետ առնչվելու փորձի արդյունքում ձեռք բերված իմացության արձանագրում է։ Իհարկե, նման դեպքերում շատերը ասում են եւ փորձում են լրացնել կամ հարցադրում են անում, թե կարծես թե մենք մոռացանք մեկ ուրիշ կարևոր բան եւ խոսքը փողի մասին։ Իհարկե, փողը շատ կարևոր է, բայց ես էլի ուզում եմ անդրադառնանք հարցին. իսկ ինչ է հարկավոր փող ունենալու համար։ Կառավարությունը այս հարցին էլ ունի 3 պատասխան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Իհարկե, դեմ չեմ, գուցե եղել են ժամանակներ, որ այս հարցին կարելի է ուրիշ 3 պատասխան տալ, օրինակ նավթ, գազ, ոսկի, բայց հիմա նույնիսկ փող ունենալ չունենալու հարցը, աշխատանք ունենալ չունենալու հարցը, բարեկեցություն ունենալ չունենալու հարցը մեր ընկալմամբ ունի 3 պատասխան. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Ընդհանրապես, երբ շատ է խոսվում նաև աշխատանքի շուկայում մրցունակության, բարեկեցության եւ համոզված եմ նկատել եք, որ մենք այդ բոլոր հարցերին այս նույն պատասխանն ենք տալիս եւ մի փոքր շեղվելով ուզում եմ հետեւյալը ասել, երբ որ ես առիթ ունենում եմ այդ թվում աշխատանք գտնելու, բարեկեցություն կառուցելու հարցում հաղորդակցվել մեր քաղաքացիների հետ, ես սովորաբար մի այսպիսի միտք եմ զարգացնում, որը գիտեմ, որ կարող է նաև վիճահարույց լինել, բայց ես ասում եմ մարդկանց հետևյալը, ասում եմ, եթե դուք աշխատանք եք փնտրում, որպեսզի բարեկեցություն ձևավորեք, ես ես խորհուրդ եմ տալիս աշխատանք մի փնտրեք, որովհետև փնտրվող աշխատանքի արդյունքում իհարկե դուք աշխատանք կունենաք, որոշակի գուցե աղքատության շեմից մի քիչ ներքև, մի քիչ վերև կարողանաք ձեր բարեկեցությունը ապահովել, բայց իրական բարեկեցություն այդ աշխատանքը ձեզ համար չի ապահովի։ Եթե դուք ուզում եք բարեկեցություն, ոչ թե դուք փնտրեք աշխատանք, այլ այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի։ Այս աշխատանքն է, որ իրականության մեջ կարող է յուրաքանչյուր մարդու համար ապահովել բարեկեցություն, փող, հարստություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերվում է փողի եւ կրթության իմացությանը, ի հակառակ ոսկու, նավթի կամ գազի, ես արդեն ասացի, որ գուցե 20, 30, 40 տարի առաջ այստեղ բալանսը մի փոքր այլ էր, հավասարակշռությունը կամ ուժերի հարաբերակցությունը, բայց այն, որ մեր ժամանակներում փող ունենալու համար 3 բան է պետք, առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն, ահա այս թեզը ստուգելու համար անհրաժեշտ է ընդամենը հենց այսօր
ստուգել աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակը եւ կարծում եմ, որ այս պատասխանը այլևս ակնհայտ կլինի։ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը Հայաստանում է։ Նրան ընդունել է վարչապետը, կարևորել ԵԱՀԿ-ի հետ արդյունավետ գործակցությունը, նշել, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման առիթով, վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Առաջիկայում գերիների հարցով հնարավոր է լավ նորություններ լինեն։ Հարցը քննարկել են ադրբեջանցի գործընկերների հետ նաև Շարմ էլ-Շեյխում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն է հայտարարել Ֆինլանդիայի պաշտոնակցի հետ ճեպազրույցում։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում։ Համատեղ ասուլիսում խոսել են Վաշինգտոնյան պայմանավորվածությունների, Եվրամիության հետ հարաբերությունների նաև Մինսկի խմբի փակման մասին։ Էլինա Վալտոնենն էլ կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղված ջանքերը, նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը, նշել, որ շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ։ Հաստատված խաղաղության պայմաններում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված համաձայնությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռ լուծման կարիք են զգում եւ հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն ըստ էության այս պահի դրությամբ, եւ հենց դրանցից մեկը կամ առաջինը Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաև Շարմ էլ-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Երրորդ երկրների մասնակցությունը հատկապես պատանդարված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում իհարկե կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը Ադրբեջանում, իսկ գիտեք, որ մեր աշխատանքները այդ առումով, այդ ուղղությամբ հիմնականում այս խողովակով էին արվում, եւ այժմ այո, այդ հարցը եւս շատ արդիական է եւ այդ բացը որևէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառում անշուշտ եւ հարցը մշտապես արկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային խողովակը դրանք Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են այնուամենայնիվ։ Կարծում եմ սա էլ կարևոր հանգամանք է։ Որպես ԵԱՀԿ գործող նախագահ ուզում եմ ասել մեծապես մենք գնահատում ենք ձեր երկարաժամկետ նվիրվածության եւ հավատարմության համար այս կազմակերպությանը ջերմորեն ողջունում եմ ձեզ այս հույժ կարևոր քայլերի համար, որ կատարվել է Ադրբեջանի հետ խաղաղության ուղղությամբ, մասնավորապես օգոստոսի 8-ի համաձայնության մասին, որտեղ ունեցավ Վաշինգտոնում։ Մենք բարբերաբար նկատել ենք Հայաստանի աջակցությունը խաղաղության օրակարգին, անկախ բոլոր մարտահրավերներ եւ խոչընդոտներ հանդիսացող հանգամանքներից, ինչպես նաեւ այդ համատեղ դիմումն եմ ես ողջունում փակելու ՕՍՀ Մինսկի խմբը փակելու, մենք հուսանք, որ այս բոլոր գործընթացը կփակվի դեկտեմբերից ոչ ավելի ուշ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու ընդլայնելու համագործակցությունը այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը
կարողանում է արժեք ավելացնել, ինչպես նաև ԵՀԿ-ն կարողանում է արժեք ավելացնել։ Հույժ կարևոր է խաղաղության այս գործընթացը ամրապնդել այն շարունակական բնույթ տալու այդ խոստումնալից քայլերին, որն արդեն ներկայացված է։ Սորագրելով համաձայնագրի եւ կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը լինի կայուն այս տարածաշրջանում, այս է այն ուղերձը, որ մենք բոլոր կողմերին ենք ներկայացնում պատասխան ենք սատարելու աջակցելու ձեր ջանքերում։ Այս այցի ընթացքում ուրախ եմ եղել տեսնելու այն բաց մոտեցումը, որ կառավարությունը ցուցաբերում է խաղ հասարակության հետ այդ վառ հանդիպումներով եւ երկխոսություն իրականացնելու, որպես ԵԱՀԿ նախագահ Ֆինլանդիան հույժ կարևորում է խաղ հասարակության ամրությունը, հիմքը ժողովրդավարություն եւ հասարակության թափանցիկությունը, այս բոլորը մարդկանց կարողությունների մասին է, որ նրանք կարողանան որոշումներ կայացնել եւ ընտրեն։ Մեծապես գնահատում ենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, որը հուսանք, որ ել ավելի կամրապնդվի առաջ ընթանալով։ Ողջունում ենք շարունակական հարաբերությունները եւ գործընկերությունները Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ բոլոր մակարդակներով քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հենասյուները ամուրպայելու եւ առաջ տանելու համար անչափ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար այսօր։ Իդեպ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հիշեցնելով, որ կարգավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարիներ ի վեր ձգվող կոնֆլիկտը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոքր պատերազմը մենք ավարտեցինք։ Նայեք նրանց, այստեղ նստած են, ընկերներ են, ասել է Թրամփը։ We have Armenia, and Azerbaijan. That's a little war that we stopped. That's a little war. There they are. Look at them. They're sitting. When I met with them, it was in the Oval Office. They fought for like 31 years or some crazy number. And they had one sitting on that side of the Oval Office, one sitting. By the time we finished in 1 hour, they were both hugging each other. And now they're friends and they're getting along great. Look at it. So I want to thank you both. That's incredible. Really incredible. Շարունակենք, հակակոռուպցիոն դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Երեկ հայտնի դարձավ, որ նրա մեղադրանքը փոփոխվել է։ Դատարանի բակում այսօր մարդաշատ է, Կարապետյանի աջակիցները եկել են սատարելու գործարարին։ Ակնկալիքները միշտ էլ կան, որովհետև մենք միշտ հույս ունենք, որ վերջո դատական համակարգը կսթափվի եւ կծառայի եւ իր կծառայի հանուն Հայաստանի Հանրապետության եւ իր երթումը կկատարի այնպես, ինչպես որ կարգն է։ Կծառայի հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի քաղաքացու եւ մեր ժողովրդի։ Իսկ ավելի վաղ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ասուլիսում հայտարարել է, որ Կարապետյանն անմեղ է։ Ելնելով խոսքերի համատեքստից պարզ է, որ նրա մտքով անգամ չի անցել ակնարկել կառավարության զավթումը։ Նրան բանտարկել են այն ժամանակ, երբ սգում էր հոր կորուստն ու մասնակցում մանրարողությանը։ Կարապետյանի ներկայացված նոր մեղադրանքը փողերի լվացման վերաբերյալ որևէ հիմք չունի։ Փաստաբանն ասել է, որ սա սովորաբար ավտոկրատ ռեժիմներն օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին ազատազրկելու համար։ Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել, մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը գործարարների միության նախագահը նման մեղադրանքի է արժանանում։ Ամստերդամը հավելել է, որ Կարապետյանի ներկայացված իշխանությունը տապալելու մեղադրանքը կառուցված է Դիսնեյլենդում։ Nobody here, none of you can properly define money laundering. Ձեզանից ոչ մեկը ներկա այստեղ չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում։ This is why authoritarian governments use it. Դրա համար էլ ավտորիտար բռնապետ իշխանությունները շատ հաճախ են դիմում նման մեղադրանքի։ Because nobody knows what the hell it is. Որտեղ ոչ ոք չգիտի այդ ինչի մասին է խոսքը։ The actual definition is quite complex. Իրական սահմանումը շատ խրթին է։ And it involves a lot of technical procedures. Եվ տեխնիկական բազմաթիվ ընթացակարգերի հետ է կապված, եթե ուզում ես ապացուցել հանցագազմը։ I can assure you, կարող եմ ձեզ հավաստիացնել, without even fully seeing the charges, նույնիսկ մեղադրականը լրիվ չտեսնելով, հանդերձ, that they are unquestionably outside of any substance because of the date of the charges. Անհերքելորեն դրանք զուրկ են որևէ հիմնավորումից,
Թեկուզ հենց ելնելով բացառապես մեղադրանքի ներկայացման ամսաթվից։ The guy conducts business for dozens of years. Տասնամյակներ շարունակ այս մարդը գործարարությամբ զբաղվել։ Makes gazillions of dollars. Ծիծիլիոն դոլարներ է վաստակել։ But once he upsets the prime minister, բայց հենց վարչապետի Քիմքին չեկավ, he's a money launderer, դառնում է փողլևացող he's a revolutionary. կամ հեղափոխական։ God knows what he will be tomorrow. Վաղ գիտի ինչ կդառնա։ They want to put him away. Պարզապես ուզում են ազատվեն նրանից։ And we have to stop that. Եվ մենք պետք է դրա դեմ առնենք։ In a legal իրավական ձևով way, because we know that Mr. Pashinyan is very scared. Որովհետև գիտենք, որ պարոն Փաշինյանը շատ He's a very frightened man. Շատ երկչոտ վախեցած մարդ է։ To bring these charges, he must be very frightened. Նման մեղադրական ներկայացնելու համար պետք է որ շատ վախեցած։ I don't know if he can sleep at night. Չգիտեմ գիշերները ոնց է քնում։ Because he is so overwhelmingly concerned Որովհետև այդքան մտահոգված է that men of character and faith need to be jailed. Այն աստիճանի, որ կուր բնութագրով եւ հավատով մարդուն պետք է նստացնեն։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ Թանգարան ինստիտուտ հիմնանորոգման եւ բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված աշխատանքների ընթացքը։ Զեկուցվել է, որ Թանգարանի եւ վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, նաեւ հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները շարունակվում են ըստ նախատեսվածի։ Ժաննա Անդրեասյան կարևորել է աշխատանքների բարձր որակն ու մասնագետների պատասխանատու մոտեցումը, ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները եւ ապահովել աշխատանքների արդյունավետությունը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածում հրադադարի հաստատման ծրագիրը պահանջում է համատեղ ջանքերի գործադրում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմադ Ալ-Անսարին։ Մենք այս պատերազմից եւ տարածաշրջանում տեղի ունեցած այլ հակամարտություններից սովորել ենք, որ միշտ անհրաժեշտ է զգուշավոր լավատես լինել, շեշտել է Պաշտոնյան։ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաեւ նշել է, որ խաղաղության ծրագրի հետագա իրականացման շուրջ Եգիպտոսում բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Նրա խոսքով այժմ սկսվել են դժվար քննարկումներ Գազայի անվտանգությունն ապահովելու եւ կառավարելու, ինչպես նաեւ պատերազմի բռնկումը կանխելու ուղղությամբ։ Բանակցությունները սկսվել են առաջին եւ երկրորդ փուլերի միջև ցանկացած ժամանակային ընդմիջումից խուսափելու համար։ Պաշտոնյան նաեւ երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին տարածաշրջանում կայունությունը վերականգնելու նպատակով գործադրած ջանքերի համար։ Գազայում պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոսից վերադառնալիս։ Նա նշել է, որ ամենակարևորը Գազայում հրադադարի ռեժիմի կայունությունն է եւ խախտումների բացակայությունը։ Իսրայելի անցյալի հրադադարի փորձը պահանջում է զգուշություն եւ հոգատարություն։ Թուրքիան, ԱՄՆ-ն եւ այլ երկրները վճռականորեն աջակցում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Իսրայելում գիտեն, որ իրավիճակի սրման դեպքում լուրջ հետևանքներ կլինեն։ Նախկինում շատ համաձայնագրեր բնում էին միայն թղթի վրա, բայց այժմ կա ավելի ուժեղ եւ միասնական կամք, ընդգծել է Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է հոկտեմբերի 17-ին Վլադիմիր Զելենսկիին Սպիտակ տանը հյուրընկալելու իր մտադրության մասին։ Նա այդ մասին հայտարարել է Շարմ էլ-Շեյխից Վաշինգտոն թռչող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Թրամփը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք մտադիր է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ հոկտեմբերի 17-ին։ Կարծում եմ, այո, ընդգծեց Սպիտակ տան ղեկավարը առանց որևէ մանրամասնություն հայտնելու։ Նա նաև հրաժարվեց պատասխանել Ուկրաինային ամերիկյան Տոմահավք հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ հարցին։
Մադագասկարում մի քանի շաբաթ շարունակվող ցույցերից հետո նախագահ Անդրի Ռաձուելինան հայտարարել է, որ թաքնվում է ապահով վայրում իր դեմ մահափորձից հետո։ 51-ամյա նախագահը Facebook-ում ուղիղ եթերում հայտնել է, որ սեպտեմբերի 25-ից իր դեմ մի քանի մահափորձ է իրականացվել եւ հեղաշրջման փորձ։ Ռաձուելինան չի ասել, թե որտեղ է գտնվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նա երկրից փախել է ֆրանսիական ռազմական ինքնաթիռով։ Մադագասկարում արդեն 2 շաբաթ է շարունակվում են իշխանությունների դեմ բողոքի ակցիաները, որոնց հիմնական մասնակիցները երիտասարդներ են։ Նրանք պահանջում են նախագահի հրաժարականը։ Շաբաթ եւ կիրակի օրերին բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը, որն օգնել էր նախագահին իշխանության գալ, հայտնել է, որ վերահսկողություն է հաստատել երկրի ամբողջ զինված ուժերի նկատմամբ, իսկ ստորաբաժանման մի քանի սպաներ միացել են անցկացվող ցույցերին։ Ըստ ՄԱԿ-ի ցույցերի առաջին օրերին առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել։ Կառավարությունը հերքել է այս տեղեկատվությունը։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանը Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի եւ մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով որոշել են մինչեւ հաջորդ տարվա սկիզբ ստեղծել աշխատանքային խումբ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիրը մշակելու համար։ Հանդիպման մասնակիցները նաեւ պայմանավորվել են ստեղծել ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը կազմված կլինի 3 երկրների մաքսային, սահմանային եւ տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Կողմերը նաեւ համաձայնել են շարունակել տեխնիկական քննարկումները Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու նախագծի շուրջ։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավիլաշվիլին հոկտեմբերի 14-ին նշվող եկեղեցական տոնի առթիվ ներում է շնորհել 70 կալանավորի եւ ազատազրկման հետ չկապված պատիժ կրող անձանց։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։ Նախագահի ներումը վերաբերել է ազատազրկման հետ չկապված պատիժ կրող 42 անձի, ազատազրկման ձևով պատիժ կրող 24 անձի եւ 4 անձի դատվածությունը հանվել է, ասվում է հաղորդագրությունում։ Եկեղեցական այս տոնը համարվում է կրոնական գլխավոր տոներից մեկը։ Այն նշվում է տարեկան 2 անգամ՝ հոկտեմբերի 14-ին եւ հուլիսի 13-ին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 415 ոչ թափ վարորդ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները։ Հոկտեմբերի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5310 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 198 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 214 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 23, կեղծ հաշվառման համարնիշով երթևեկող 1, չամրակապված վարելու 1139, առանց մանկական նստատեղի քարսիթի 11, վարելու ընթացքում ծխելու 579, վարելիս հեռախոսից օգտվելու 367, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 265 եւ 1779 այլ իրավախախտում, 127 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 212-ը տեխնիկական զննություն չանցած, 99 լուսարձակների անսարքությամբ, 78-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15517 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 498, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 53, չամրակապված վարելու 4057, առանց մանկական նստատեղի քարսիթի 187, վարելու ընթացքում ծխելու 508, վարելիս հեռախոսից օգտվելու 685, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 119, արագության գերազանցման 2738 եւ 3872 այլ իրավախախտում, 449 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1053-ը տեխնիկական զննություն չանցած, 864-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 40 բեռնատար, 142-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 37 անձ։ Եվ եղանակ մինչև դեկտեմբերի 18-ը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 8-ն։ Այսքանը դուք դիտում էիք լուրերը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց, վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։